Սիրելի ցուլ կենթանակերպի ներկայացուցիչներ, այսօր փետրվարի 26-ն է եւ ես կներկայացնեմ ձեզ մարտ ամսվա համար կանխատեսումը եւ հենց սկզբից հիշեցնեմ, որ սա վերաբերում է բոլոր նրանց, այս կանխատեսումը բոլոր նրանց, ում արևն է գտնվում ցուլի նշանում եւ ասցենդենտի նշանն է ցուլը։ Այս երկուսը լսում եք միացնում եւ տվյալ ամսվա համար կանխատեսումը ձեզ համար պարզ է լինում, իսկ այդ տվյալ ամիսը այսօր մարտ ամիսն է։ Ինչու է կարևոր, ինչով է կարևորվում մարտ ամիսը, որովհետև մենք ունենք լուսնի խավարում, դուք հողի նշան եք, այն եւս կատարվում է հողի նշանում, կույսի նշանում։ Ես հիշեցնեմ, որ այսօր իմորացույցով Յուպիտերի օրն է եւ մենք գտնվում ենք խավարման միջանցքում, որովհետեւ 17-ին փետրվարի տեղ ունեցավ արևի օղակաձև խավարումը եւ արդեն մարտ ամսին, մարտի 3-ին ավելի ճիշտ տեղի կունենա լուսնի ամբողջական խավարումը։ Մենք գտնվում ենք հիմա խավարման միջանցքում, ուստի դուք երևի նկատում եք կատարում են ոչ լավ իրադարձություններ, դժբախտ իրադարձություններ, վթարներ, մահեր եւ այլն։ Այս ամենը ակտիվանում է, ես դա միշտ զգուշացնում եմ ձեզ, որպեսզի դուք դրա մասին տեղյակ լինեք, պարզապես գոն լինեք եւ ուզում եմ նշել նաեւ, որ դուք 8-րդ տեղում եք եւ այդպես պահպանել եք ձեր 8-րդ տեղը, այսպես պահպանել եք ի տարբերություն մյուսների, որոնք հետընթաց կամ առաջընթաց են ունեցել։ Եվ այսպես ինչ ունենք մարտ ամսին, սիրելի ցուլեր, Մարսը կփոխի իր նշանը, Վեներան 2 անգամ կփոխի իր նշանը, Մերկուրին կդառնա ուղղընթաց, ինչպես նաև Յուպիտերը կդառնա ուղղընթաց, այնուհետև Մերկուրին կդառնա 21-ին արդեն ուղղընթաց եւ ամենակարևոր իրադարձությունը ունենք եւ նորալուսին եւ արևը կփոխի իր նշանը, կմտնի խոյի նշան, դա ձեր նախորդ նշանն է եւ տեղի կունենա գարնանային գիշերը հավասար, ինձ համար դա համենայն դեպս շատ կարևոր իրադարձություն է։ Ես կարծում եմ բոլորիս համար շատ ավելի լավ է նշել գարնանային գիշերը հավասարը, արևի մուտքը բարձրակետում, երբ ինքը մտնում է խոյի նշան, քան այլ օտար ներմուծված տոներ, որ մենք մեզ այդպես ստիպում են կամ համոզում են, որպեսզի մենք այն նշենք։ Եվ այսպես մարտի սկզբին Մարսը կմտնի ձկան նշան, այնտեղ է մնալու մինչև ապրիլի 10-ը, բնականաբար լինելով կրակի մոլորակը, կրակն է ներկայացնում ջրի մեջ, ինքը իրեն տրամաբանորեն լավ չի զգում, այնպես որ այստեղ լարվածություն կլինի ձեր միջավայրում, ձեր շրջապատում, աշխատավայրում կամ երբ շփումներ կարող են հանգեցնել լարվածություն առաջացնել եւ հանգեցնել կոնֆլիկտի, այնպես որ պիտի ուշադիր լինեք այդ մեկ ամիս եւս մեկ շաբաթ 37 օր մոտավորապես պետք է ուշադիր լինեք, որպեսզի անհարկի կոնֆլիկտներ չլինեն եւ կարողանաք շրջանցել այդ ամենը։ Գիտեք, հիմա այս պահին, այսօր ինչպես որ ասացի, Մերկուրին հետընթաց է դարձել եւ ինքը կստիպի ձեզ, որպեսզի դուք անդրադառնաք հարաբերություններին ձեր միջավայրում տեղի ունեցող, այդ հարաբերություններին եւ ընդհանրապես շատ հարցեր կլինեն, նաեւ փոփոխություններ հնարավոր է, միգուցե փոփոխություններ են եւ դուք վերանայում եք, թե ինչպես պետք է անել, ինչ դիրք ընդունել եւ այլն տվյալ հարաբերություններում, այնպես որ վերլուծելու այսօրվանից նույնիսկ ինքը աշխատում է պլյուս մինուս 2-3 օր, դուք արդեն վերանայեք ձեր հարաբերությունները, այստեղ հնարավոր է նաև ձեր հին գոլեգաներին հանդիպեք, շատ հնարավոր է եւ իհարկե հարաբերությունները վերլուծեք, իրավիճակը կարողանաք վերլուծել, եթե հնարավորություն կա ինչ-որ նորություն նաև ներմուծեք ձեր կյանք, ընդունեք ձեր կյանք, թեկուզ մասնագիտական առումով, ինչ որ նոր ծրագրեր սովորել կամ շատ տարբեր
իհարկե կարող են լինել կամ նոր ասենք on-line թեկուզ եթե ասենք դասավանդում եք կամ դասեր եք վերցնում կամ ինչ-որ թեկուզ ինչ-որ վաճառք եք իրականացնում, ինչևէ այդ կապը փորձեք վերանայել եւ ինչ-որ փոփոխություններ մտցնել այդտեղ, դա եւս ի օգուտ ձեզ կարող է լինել։ Եվ այստեղ կարող է նաև տեսեք հաջորդ իսկ օրը մարտի 3-ին տեղի ունենալու ուրեմն լուսնի ոչ լավ խավարումը, իհարկե դուք հողի նշան եք եւս սիրելի ցուլեր եւ լուսնի ոչ լավ խավարումը ինքը եւս տեղի ունենալու ուրեմն հողի նշանում, բայց հնարավոր է որ դուք մոլորակներ այդպես տարածված լինեն, տարբեր նշաններում ունենաք եւ ինչ որ մի տեղ խնդիրներ առաջանան կապված ուրեմն այդ խավարման հետ։ Հիմա ամենայն դեպս այս պահի դրությամբ եւս 1-2 օր հետո երբ Մարսը եւս կմտնի ձկան նշան, այստեղ մոլորակները հավաքվել են եւ կարելի ասել որ մոլորակների շքերթ է ձկան նշանում, գիտեք ձեր եւ ձկան միջև բոլոր դեպքերում այստեղ դրական էներգիան է, դրական էներգիա գոյություն ունի, դա է կուտակվում եւ չեմ կարծում որ այդպես եթե ձեր անհատական քարտեզում անձնական քարտեզում չունեք լարվածություն, որտեղ այնտեղ մենք ունենք տրանսֆորմացիայի կետ, կյանքի կետ եւ այլն, եթե չունեք այդտեղ որոշակի լարվածություն, ուրեմն կարելի ասել որ այս լուսնի խավարումը ձեզ մեծ հաշվով այդ առանցքը պետք է որ ձեզ շատ չվնասի, որտեղ լավ էներգիան է կուտակվում, բոլոր դեպքերում եթե դուք ինչ-որ փոփոխություն մտցնեք ձեր գոլեգաների միջավայրում, ձեր աշխատավայրում, ձեր աշխատելաձևի մեջ վերանայեք եւ ինչ-որ փոփոխություններ մտցնեք, շատ ավելի լավ կլինի եւ բնականաբար նոր հարաբերություններ, նոր գործեր, ես արդեն բազմիցս ասում եմ, հետընթաց Մերկուրիի ժամանակ չենք սկսում, ճիշտ կլինի ձեր որոշեք ձեր տեղը, ձեր անելիքները եւ ձեր միջավայրում ընդհուպ, եւ դրանից հետո նոր որոշակի քայլեր կանեք հասկանալու համար ում հետ եք համագործակցում, թեկուզ ձեր աշխատավայրում հարաբերությունները ինչպես են լինում եւ այլն միգուցե փորձեք նաև հասկանալ, գիտեք, եթե ինչ-որ լարվածություն կա, ուրեմն ձեր գործընկերների միջև, ձեր եւ գործընկերների միջև, այդ դեպքում ճիշտ կլինի դուք դա պարզաբանեք, այդ հարցը մեկ ընդմիշտ լուծեք եւ անցնեք առաջ, որովհետեւ Մերկուրին այդ հնարավորությունը ձեզ ընձեռում է, ինչևէ ուրեմն ոմանց մոտ դա կարող է վերաբերել նաև երեխայի թեմային եւ նորից եմ ուզում նշել, դա ձեր անձնական քարտեզով է պայմանավորված, այսինքն հնարավոր է որ ձեր երեխան ասենք հեռանում է գնում է արտերկիր ապրելու կամ բաժանվում է տանից առանձին ապրելու համար, բոլոր դեպքերում այսպիսի հեռացում կարող է լինել, դա նաև կարող է վերաբերել ձեր բիզնեսին, ձեր ուրեմն աշխատանքին, փոփոխություններ միգուցե ուզում եք փոխել ձեր միջավայրը, ասենք նույն աշխատավայրում մնալ, բայց տեղափոխվել այլ ճյուղ, այլ տեղ եւ այդտեղ ինքնին ձեր միջավայրը փոխվում է, այսպիսի ուրեմն շատ տարբեր, ես 1-2-ն եմ ուրեմն թվարկում, որպեսզի դուք կողմնորոշվեք եւ ուրեմն ես նշեմ մարտի 3-ին ժամը 15:37 արևելությունը կհակադրվեն եւ կույսի նշանում տեղի կունենա լուսնի ամբողջական խավարումը, ես նշում եմ անպայման, որպեսզի դուք տեսնեք համապատասխանաբար միգուցե երկվորյակի նշանում 12, 13, 14 կամ աղեղնավորի նշանում նույն աստիճաններում կամ ձկան նշանում նույն աստիճաններում դուք ունեք մոլորակներ, այդ դեպքում որոշակի լարվածություն կարող է լինել եւ անցնենք առաջ մարտի 6-ից մինչեւ մարտի վերջ, այստեղ Վեներան դուրս կգա ձկան նշանից, ինքը ձեր դեպքում ձեր մոլորակն է եւ ինքը բարձրակետում է գտնվում, ձեզ համար շատ լավ դիրքում է եւ հիմա ինքը կմտնի ձեր 12-րդ տուն, 12-րդ տուն, բնականաբար այստեղ հանդիպումներ կլինեն, այստեղ ֆինանսական հարցեր կքննարկեք եւ իհարկե այդպես հնարավոր է նաև գաղտնի հանդիպումներ որոշ մարդկանց մոտ, շատ հնարավոր է պայմանավորվածություններ, հանդիպումներ, ինչ որ թեկուզ ֆինանսական հարցեր քննարկել,
եւ այլն եւ արտասահմանի հետ կապը եւս կարող է այստեղ ակտիվանալ այնուհետեւ մարտի 11-ին Յուպիտերը որ գտնվում է խեցգետնի նշանում ինքը կդառնա ուղղընթաց իսկ արդեն հունիսի վերջին կմտնի առյուծի նշան այստեղ ձեր դեպքում ձեր ընկերներն են հարազատներն են բարեկամներն են հնարավոր է որ այստեղ ձեր կապը բավականին մեծ է կամ եթե դուք ասենք օտար լեզու եք դասավանդում կամ սովորում եք օտար լեզու ինքը հունի մեջ կընկնի շատ հարմար ժամանակ է եթե դուք զբաղվեք նման հարցերով կամ այստեղ հնարավոր է որ հարազատներով ինչ որ հարցեր եք քննարկում բոլոր դեպքերում այստեղ կարող եմ նաև խորհուրդ տալ նոր օտար լեզու սովորել կամ նոր համակարգչային ծրագրի տիրապետել եւ կարծում եմ որ ինքը ուրեմն ուղղընթաց դառնա դեռևս արժևում է մարտի 11-ին ինքը դառնա ուղղընթաց ապրիլ մայիս հունիսին կմտնի առյուծի նշան այնպես որ դեռևս մինչև մտնելը այսինքն մինչև հունիսի 30-ը դեռևս դուք ժամանակ ունեք ես կարծում եմ շատերը անպայման ինչ որ մի նոր ծրագրի հետ կծանոթանան կսովորեն բոլոր դեպքերում կդասավանդեն կամ դա կընկնի հունի մեջ եթե դուք ասացի դասավանդում եք կամ եթե լեզու եք սովորում եւ այլն այս ամեն ինչը ուրեմն կընկնի հունի մեջ եւ միանշանակ այս դասավորությունը եւս դες համար շատ լավ է նորից դրական էներգիան է կուտակվում այնպես որ ամեն ինչ լավ կլինի այնուհետեւ մարտի 13-ին Սպիտակ լուսինն է մտնելու կույսի նշան, նորից ձեզ համար լավ է, որովհետև հողի նշան է մտնում եւ մինչեւ հոկտեմբերի 12-ը այդտեղ է լինելու յուրաքանչյուր ամսում ասացի 7 ամիս է մնում, իսկ սև լուսինը մնում է 9 ամիս։ Դրա համար արդեն սև լուսինը փոխեց իր նշանը, 2 ամիս առաջ արդեն փոխել է իր նշանը եւ հիմա արդեն սպիտակ լուսինն է փոխում իր նշանը իհարկե շատ ավելի լավ է ասացի քան առյուծի նշանում սա էլ էսպես եւ մարտի 19-ին առավոտյան 5:23:17 վայրկյան արևի լուսինը կմիավորվեն 27 աստիճանում եւ ձկան նշանում տեղի կունենա նորալուսինը ահա նորից լավ նշանում է ձեզ համար տեղի ունենում նորալուսինը եւ կարող եք դուք նոր սկիզբ դնել միգուցե շտկեք հարաբերությունները կամ ինչ որ հարցեր որ կային որ ձեզ հետաքրքրում էին այդտեղ դուք նաեւ այս ժամանակահատվածում կարող եք դա կարգավորել եւ ուրեմն եւ այդ հարցերը լուծել հա ձեր թեկուզ առաջ խաղացման համար կամ ասենք այլ հարցեր այնպես որ այդ փոփոխությունները կարող են լինել վերլուծեք այդ ամենը որպեսզի արդեն մարտի 19-ից հետո դուք կարողանաք ուրեմն նոր սկիզբ դնել իսկ արդեն հաջորդ իսկ օրը մարտի 20-ին արևը կմտնի խոյի նշան 18:45:46 վայրկյան եւ տեղի կունենա գարնանային գիշերը հավասարը դա ձեր 12-րդ տունն է եւ բնականաբար ես շնորհավորում եմ բոլորիս գարնանային գիշերը հավասարի կապակցությամբ եւ թող այն քանի որ ինքը մտնում է խոյի նշան եւ տեղավորվում է բարձրակետում թող բոլորիս քանի որ մենք եւս խոյեր ենք թող բերի հաջողություն ջերմություն եւ թող ձեզ մոտ այդ փոփոխությունները որ լինելու են բերեն հաջողություններ եւ իհարկե արևածագ ուզում նշել անպայման արևածագը կլինի 7:08 րոպե կարող եք դիմավորել անպայման կարեւոր է դա այսինքն ովքեր որ ցանկանում են թող դիմավորեն այդ ժամին սիրելի ցուլեր իսկ մենք անցնենք առաջ հաջորդ իսկ օրը 21-ին արդեն ինչպես որ նշել եմ Մերկուրին որ այսօր փետրվարի 26-ին դառնում է կամ դարձել է արդեն հետընթաց ինքը կդառնա ուղընթաց մարտի 21-ին կարելի ասել գիշերահավասարի հաջորդ իսկ օրը եւ արդեն գործերը իրեն կընկնեն հունի մեջ այդ դժվարությունները որովհետեւ այդ հարաբերությունները ճշտել այդ ամեն ինչը ազդում են նյարդային համակարգի վրա լարվածություն են առաջացնում միս մոլորակները եւս նպաստում են դրան մասնավորապես որ
լուսնի վատ խավարումը անդրադառնում է նաև ձկների վրա, չնայած ավելի քիչ անդրադառնում է ձկների վրա, երկվորյակների ուրեմն աղեղնավորների վրա։ Ես նկատի ունեմ ձկներին, ինչու, որովհետև մեր գույն այդտեղ է հետ ընթաց եւ այդտեղ են կատարվում գործողություններ, այսինքն դժվար են հարցերը պարզաբանել, վերականգնել հարաբերություններ կամ ուսումնասիրել, հասկանալ խնդիրները, որպեսզի այն կարգավորել, այդ առումով է դժվար։ Ինչևէ ինքը կդառնա ուղղընթաց եւ այդպես ավելի սահուն կգնան, մարտը դժվար կլինի, բայց ապրիլը արդեն ես կարծում եմ գիշեր հավասարից հետո աստիճանաբար կսկսվի ուրեմն իրավիճակի փոփոխությունը, կարգավորումը եւ մարտի 30-ին արդեն սիրելի ցուլեր Վեներան կմտնի ձեր նշան, բնականաբար ամեն ինչ կլինի շատ լավ, շատ գեղեցիկ, հանդիպումներ, ամեն ինչ հարմոնիայի մեջ եւ ֆինանսները, մի խոսքով ամեն ինչ շատ գեղեցիկ կլինի եւ շատ լավ, այնպես որ տեսնում եք, կարծես թե Վեներան ինքը ձեր մոլորակը հենց ինքն էլ բացումը անում է եւ ապրիլին համեմատաբար ավելի լավ վիճակ է լինելու, չնայած որ ասենք լուսնի խավարումը պլյուս մինուս 2-3 ամիս աշխատում է, բոլոր դեպքերում ինչ որ այդպես թեթևություն անպայման կզգացվի մարտից հետո, այդ թեթևությունը կզգացվի եւ վերջում պարզապես ձեզ խորհուրդ տամ, որ ամենակարևոր բանը դա արդեն մյուս ամիս ես կներկայացնեմ, Ուրանը դուրս կգա ձեր նշանից եւ ձեզ հանգիստ կթողնի, որովհետեւ Ուրանը անկման մեջ է եւ կարծում եմ վերջին 7 տարում բերեց ոչ լավ փոփոխություններ ձեր կյանքում։ Եվ հիմա ինքը կներխուժի երկվորյակների կյանք, կմտնի ձեր ֆինանսների տունը, այդտեղ որոշակի ուրեմն փոփոխական կլինի վիճակը եւ ձեզ կարող եմ խորհուրդ տալ, որ բանկերի հետ լինեք զգուշ։ Այսքանով ես ավարտեմ, սիրելի ցուլեր, լավ եղեք, գրեք, կիսվեք ձեր տպավորություններով, իսկ մենք հանդիպենք հաջորդ ամիս, լավ եղեք։